Դուք ի վիճակի չեք լինելու մրցակցել շուկայում, եթե այսօր չսկսեք օգտվել արհեստական բանականության գործիքներից։ Շատերը արհեստական բանականությունը լրիվ թյուր կերպ են պատկերացնում։ Իրենց թվում է, որ արհեստական բանականությունը մի բան է, որը ինքնուրույն ինչ-որ բաներ է անում։ Երբ որ արհեստական բանականության միջոցով մի բան են ուզում սարքել եւ չի ստացվում, ասում են, այ տեսեք, արհեստական բանականությունը դեռևս չի զարգացել այնքան, որ փոխարինի մարդուն։ Արհեստական բանականությունը փոխարինելու է ոչ թե ձեզ, այլ այն մարդը, որը օգտագործում է արհեստական բանականություն, նույն ապրանքը կամ նույն ծառայությունը այնքան ավելի արդյունավետ կերպով է արտադրելու, ստեղծելու, որ դուք այլևս իր հետ չեք կարողանալու մրցակցել։ Ինչ որ մի պահ է գալու, երբ որ ձեր կարիքը ոչ ոք այլևս չի ունենալու։ Դա նման է համակարգչի գյուտին, բայց դա չի նշանակում, որ համակարգիչը ինքը փոխարինել է մարդուն։ Ոչ, համակարգիչ օգտագործողն է փոխարինել համակարգիչ չօգտագործողին։ Մարդն է փոխարինել մարդուն։ Ավելի արդյունավետ մարդը փոխարինել է պակաս արդյունավետ մարդուն։ Ուստի, քանի ուշ չէ, ձեր թևերը կշտեք ու գնացեք արհեստական բանականության գոնե 3-4 գործիք շուտ սովորեք։